Լրագրող հրապարակախոս Անի Քոչարի դուստրը ընդամենը մի քանի օր առաջ դարձավ 2 տարեկան։ Մայրիկ Նովան կաղ առողջական խնդիրների մշտապես պատրաստ է խնամել իր երեխաներին, այս օրերին հայտնվել է քննադատության կիզակետում։ Բանն այն է, որ վերջինիս քննադատել են դստերը ոչ հավուր պատշաճի հասարակությանը ներկայացնելը։ Սա Մարիան է, իր մազերի հետ անընդմեջ խաղալուց, պոչիկները քաշքշելուց հետո։ Մարիան ընդամենը 2 տարեկան է, ով նաև շատ դժվարությամբ է թողնում մազերը հարդարել։ Սա իմ ստացած աբսուրդ նամակներից մեկն է, այն որ կպնելու բան չկա, բայց մարդիկ կան հատուկ օժտված են, կգտնեն, դե լավ փնտրողը գտնում է։ Թե բա ուղիղ բացված չեն, եւ դա ասում են մի մոր, որ անգամ անկողնային պարկած օրերին կազմակերպում է որդու վարսավիրանոց գնալը, որ կյանքում անփույթ մազերով տանից դուրս չգա։ Ինչ կլինի ժողովուրդ ջան, ձեր իդեալական ուղիղ ու արդուկած կյանքով ապրեք եւ ինձ ծուռ ու շիտակից հանգիստ թողեք։ Նշենք նաև, որ Անի Քոչարը նաև ներկայացրել էր իրեն ուղղված հաղորդագրությունը։ Ինչ կլինի Անի ջան, այս սիրունի մազերը գեղեցիկ հարդարեք ու հավաքեք։ Մի նեղացի հարգելիս, ես չեմ ասում հավաքած չի, պոչիկները ուղիղ բացված չեն, նշել է հաղորդագրության հեղինակը։ Ավելի ուշ Անի Քոչարը կրկին հրապարակում է արել գրելով. Բա պաղպաղակի սթորիին տեսնեիք ինչեր գրողներ էին եղել, թե բա երեխեն մեղք է, իրեն էլ տվեք, հաստատ նախորդ շոկոլադի սթորիին էլ նույնը գրողներ են լինելու, այնպես որ կանխելու համար ասեմ, ես իմ երեխաներին այնքան շատ եմ սիրում, որ իմ պատասխանատվությունն ու գիտակցված մայրությունը վեր է զգայական թուլություններից, դրա համար իմ երեխան նստում է ավտոմեքենայի մանկական նստատեղ ու ամրակապվում, մեծս ամրակապվում, վաղ մանկության տարիներին շաքար պարունակող սնունդ չի ուտում, գազավորված ըմպելիք չի խմում, արագ սնունդ չի ուտում, գիշերն ուշ չի քնում, ունի հստակ կորակարգ, Մարիային գաջետներ չի տրվում, մեր տանը չեն ծխում, անգամ եթե հյուրն է ծխող, հիմար սերիալներ չեն դիտվում եւ այսպես անվերջանալի ցանկ, հանուն երեխայի։ Գրել է Անի Քոչարը։ Եվ ամենազարմանալին ու գլխումս չտեղավորվողն այն է, թե մարդ ինչպես կարող է այդքան լուսավոր դրական պայծառ սթորիների մեջ նկատել հենց միայն ոչ ուղիղ բացված մազերով պոչիկները։ Ելնեք մարդկանց պարապությանն ու մանրախնդրությանը։ Ես էլ կուզեի իրենց դարդուցավից եւ ուրիշ ոչինչ։ Եվ սա այն դեպքում, որ ինքս նկատելով ողջ օրը գեղեցկության սրահներից դուրս շեկողների երեխաների, եղունգների ու մազերի փնթի եւ անփույթ վիճակը, երբեք ինձ թույլ չեմ տվել նկատառում անել, թե բա մեկ-մեկ էլ երախուտ կարգի բերու հարդարի, թե բա մազերն ուղիղ բացված չէ։ Գրել է հրապարակախոսը։ Նշենք նաև, որ օրեր առաջ Մարիան դարձավ 2 տարեկան։ Անի Քոչարն այդ առիթով ինստագրամյան էջում լուսանկարներ էր հրապարակել եւ կիսվել իր զգացմունքներով։ 2 տարեկան քայլող հրաշք, ես ուզում եմ քեզ, ինչպես եւ եղբորդ, լավագույնը տալ։ Ես դες համար պատրաստ եմ սարեր շրջել, բայց այժմ ամենակարևորը։ Երազում եմ մեծացնել քեզ ու ես տեսնելու եմ քո պսակն ու քո ձագերին, տեսնելու եմ իրականացած երազանք։ Գրել է Անին։ Նշենք նաև, որ տևական ժամանակ համացանցում ակտիվորեն քննարկվում է հրապարակախոս Անի Քոչարի ամուսնալուծության լուրը։ Բանն այն էր, որ հրապարակումներում հետևորդները չէին տեսնում վերջինիս ամուսնուն։ Հարցազրույցներից մեկում Անի Քոչարը հետևյալն է ասել. Իմ անձնական կյանքում հիմա այնպիսի իրավիճակ է, այնպիսի փորձությամբ է մեր ընտանիքն անցնում, մենք ապրում ենք տարբեր երկրներում, իմ ամուսինն այնպիսի փորձանքի մեջ է ընկել, որ ես չգիտեմ հաջորդ անգամ նրան երբ կտեսնեմ։ Եվ ես այժմ միայնակ եմ Հայաստանում, 2 երեխայի հետ, լուրջ առողջական խնդիրներով։ Իմ խաչը փորձում եմ որքան հնարավոր է պատվով տանել։ Շատ աղջիկներ կասեին, փակում եմ այս էջը, անցնում եմ առաջ։ Եվ այսօր այնքան շատ եմ լսում ամուսնալուծությունների մասին, որ իմ գլխում չի տեղավորվում, թե մարդիկ ինչպես են կարողանում այդպես հեշտ ու թեթև գալ դրան, որ եթե ինչ-որ բան իրենց հարմարավետության տիրույթից դուրս է, ուրեմն ինչու իրենք իրենց նեղություն տան պայքարեն։ Չեմ հասկանում, երբ ամեն աննշան բանից ասում են վերջ բաժանվում եմ։ Ես երկրորդ անգամ եմ եկեղեցու խորանի առաջ երթուն տվել եւ մենք այդ ժամանակ խորանի առջև խոստում ենք տալիս լինել մեր կողակցի կողքին, լավ եւ վատ պահերին, առողջ եւ հիվանդ ժամանակ։ Միշտ չէ, որ լեն ու պոլ պայմաններ են լինելու։ Կարող է այդ շքեղ, բարեկեցիկ պայմանները տարիներ շարունակ չլինեն, բայց միասին պետք է մաքարեք եւ դուրս գաք։ Եթե զույգերից մեկն է ընկել փորձանքի մեջ, չպետք է նրան թողնել այդ փորձանքի մեջ։ Ինձ համար դա ամենամեծ դավաճանությունը կլինի։ Երրորդ մուտք հաղորդման շրջանակներում ասել է լրագրող հեղինակ Անի Քոչարը։ Նշենք նաև, որ Անի Քոչարին առաջին ամուսնալուծության լուրը եւս քննարկվում էր համացանցում, մեկնաբանություններ էին հնչում այն մասին, որ Անին թողել է հիվանդ ամուսնուն։
Հարգելիներս, բոլոր նրանք, ովքեր շատ խիստ հետաքրքրված են իմ անձնական կյանքով, ասեմ, որ այժմ ի վիճակի չեմ քննարկելու այդ թեման, ինչպես նաև պատասխանելու մի մարդու կեղծ իրականությունը խեղաթյուրող գրառումներին, որի 5 տարվա իմ անձնուրաց նվիրումը զրոյի հավասարեցրեց։ Միայն բոլոր չարախոսներին ասեմ, որ ես հիվանդ մարդու չեմ լքել, ես նրա հետ անցել եմ քաղցկեղի ողջ դժոխքով, քիմիայի դաժան հետևանքներով։ Շատ մայրեր անգամ չեն անցնում իրենց երեխայի այդ դժոխքով, որը ես եմ անցել, եւ նա այսօր փաստացի ապաքինված է, այնպես որ բավական է ինձ մեղադրեք հիվանդ մարդուն լքելու մեջ։ Ես ցանկանում եմ բոլոր սրտացավ մարդկանց տեղեկացնել, որ նա առողջ է, անհոգ եղեք։ Եվ մի բան էլ, այնպես չէր, որ մենք արդեն ամուսնալուծվել էինք, բայց վերջին օրերի զարգացումներից հետո ուրեմն հաստատ անխուսափելի է դա, քանզի ես չէի ընտրել նման տղամարդու, ով կարող էր մեր խիստ անձնական կյանքը, այն էլ միակողմանի, հանրության բամբասանքի թիվ 1 թեմա դարձներ։ Մնացածի մասին կլռեմ, նշել էր Անի Քոչարը։ Նշենք նաև, որ Անի Քոչարը այս տարիների ընթացքում տարբեր հիվանդություններ է հաղթահարել, մեկ անգամ խոսելով դրանց մասին վերջինս նշել է. ծանր քիմիոթերապիաները շատ բան են ջնջել իմ հիշողությունից, բայց կան դրվագներ, որոնք ես հիշում եմ այնքան վառ ու մանրամասն, կարծես թե հենց երեկ է տեղի ունեցել։ Այդ պատկերները գլխումս են ու սրտումս, դրանցից է առաջնակից լույս աշխարհ գալը։ Դավիթից ծնունդի ամեն մի ակնթարթը անվնաս է հիշողությանս մեջ։ Նույն կերպ Մարիայինս։ Այժմ էլ ընկերություն չեմ անում հիշողության հետ, քիմիաներից հետո, քովիդ, հետո բազմաթիվ նարկոզները։ Այն, որ ասում եմ մայրությունը լավագույնն է, ինչ ինձ հետ պատահել է այս կյանքում, լոկ խոսքեր չեն։ Ինձ համար աշխարհի եւ ոչ մի հաջողություն ու փառք, ոչ մի ձեռքբերում եւ ունեցվածք, ոչինչ է երեխաներիս գոյության համեմատությամբ։ Ես խրախուսում եմ ծնելիությունն ու բազմազավակությունը եւ ես չեմ ողջունում մերօրյա միտումնավոր քարոզը երեխա չունենալու, թե բա կյանքը մի անգամ է տրված ապրիչ քեզ համար կամ առանց երեխաներ էլ կարող ես երջանիկ լինել։ Այո, կարող ես եւ պետք է ինքնաբավ ու երջանիկ լինես նաեւ առանց երեխաների։ Սա այլ հարց է, բայց չեմ ուզում պատկերացնել, թե սերունդներ առաջ թե մարդկանց ուղեղը լցնեին երեխա չունենալու հարմարավետության գաղափարներով ինչ կպատահեր։ Երևի միայն մահմեդականները կլինեին, նրանք խայծը կուլ տվողներից եւ մոլորակի բնակչությունը կրճատելուն միտված դատարկ քարոզներին ականջալուր լինողներից չեն։ Ամեն ոք ինքն է ընտրում եւ որոշում, իսկ ես սոսկ իմ մտքերն եմ բարձրաձայնում։ Գրել է Անի Քոչարը։